Մենակ ընդամենը նա փորձելու է, ինչպես ինքն է ասում, Վլադիմիր Վլադիմիրիչին կրկին ծնկաչոք աղաչել, որտեվ սրա հետևորդները, դրան պահապան հրեշտակները, Եվրոպան, Արևմուտքը, իդեմս Ամերիկայի, Եվրոպայի, էլ չկան, չեն վստահում։ Թուրքիան եւս սրան չի ընդունում։ Դուք պատկերացրեք նույն Ալիևը սրան չի ընդունում։ Չնայած Ալիևի եւ Էրդողանի ոտի տակի տրապկան լինելով հանդերձ լիզում են նրանց կոշիկները եւ կատարում ինչ նրանք պահանջում են։ Հայաստանը կտոր հանձնում է թշնամուն Թուրքին։ Հիմա հույս ունի, որ եթե գնա կարող է Վլադիմիր Պուտինի բարեհաճության արժանանալ։ Համոզված եղեք, նրան արդեն առհամարում են այնտեղ։ Նրան տեսնել իսկ չեն ուզում։ Նրա տեսքը, ձայնը զզվանք է առաջացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև արտաքին աշխարհի համար։ Նա տեղ չի ունենալու այնտեղ։ Սա պարզապես հրավեր է որպես նախկին սովետական միության երկրներ։